հարցի մեջ նշեց, որ Արևը ասել է խումբ է եկել, ինչ-որ ուսումնասիրել փորձագետներ եկել, դա հաստատում եք դուք այս տարի։ Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ կարող ինչ-որ ասել կոնկրետ, գիտեք, այդ ճշգրտությամբ, բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ չէի փնտրի։ Եթե ինչ-որ համատեղ նախագիծ ենք մենք իրականացնում, ընկերներ ջան, մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, հասկանում եք, չէ՞, այսինքն դա գետնի վրա ինչ-որ աշխատանք է, այսինքն նայել, լանդշաֆտ, չգիտեմ, դիրք, տեղորոշում, չգիտեմ, հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան եւ շատ նորմալ կլինի, եթե երկու պետություններից ես չեմ կարող այդ տեղեկությունը ոչ հաստատել, ոչ հերքել, բայց եթե վաղը պարզվի, որ դա հաստատվում է, դա շատ նորմալ կլինի, հակառակը նորմալ չէր լինի, երբ իրար հետ առանց խոսելու, առանց պայմանավորվելու ամեն մեկը իր համար ենթակառուցվածքի իր հատվածը կառուցի, վերջում այդ երկու հատվածը գնան ու իրար չկպնեն, օրինակ սահմանի վրա, դա նորմալ կլինի։ Հստակեցում են, որ ասեցիք ատոմական զատ գազի հետ կապված, գազերի հետ կապված, ուզում եմ հասկանամ հիմա քննարկում կա Բաքվի եւ Երևանի մեջ, թե ոչ այդ գազը։ Ընկերներ, նորից ես չեմ կարող ձեզ տրամադրել կոնկրետ ինֆորմացիա, բայց ես դες կարող եմ տրամադրել կոնցեպտ։ Մենք ասել ենք, որ մենք որևէ տեսակի առևտուրի ոչ միայն դեմ չենք, այլև մեզ պետք է դա։ Մենք ողջունում ենք դա։ Մենք խտրություն չենք, մենք չենք ասում այս կողմի հետ այս չենք անի, այն կողմի հետ այն կանենք։ Ինչքան ավելի շատ աղբյուրներից մենք ունենանք մատակարարումներ եւ ինչքան ավելի շատ ուղղությամբ մենք ունենանք արտահանումներ, դա Հայաստանի օգուտն է։ Կունենա, չի ունենա, ես կոնցեպտն եմ տալիս։ Դուք արդեն մտնում եք տեխնիկական դետալների մեջ։ Ես դա պետք է հարցնեք համապատասխան մասնագետներին։ Այն ոնց որ դասականն ասում, կլինի, չի լինի։ Եթե չի լինի, բայց քննարկումը ինքնին շատ նորմալ է։ Դուք չեք ուզում, որ Հայաստանը շատ աղբյուրներ ունենա մատակարարումների եւ ոչ միայն էներգակիրների կամ էներգիայի մատակարարման, այլ ընդհանրապես ամեն տեսակի ապրանքների եւ ծառայությունների։ Դուք չեք ուզենա, որ շատ ուղղությամբ։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Դուք գիտեք, չէ՞, որ մեր ցանցերը, էլեկտրական ցանցերը գերց ծանրաբեռնված են, գիտեք, որովհետեւ արտադրությունը աճել է մեծ տեմպերով, այդ թվում եւ արևային կայանների տեղադրման կառավարության կողմից սուբսիդավորված, կառավարության կողմից քաջալերված քաղաքականության հետևանքով իշխան գիտեմ արդեն 1000 մեգավատի ենք մենք հասել անցած տարի հավելյալ, այսինքն հավելյալ 1000 մեգավատի հզորություն կա մեր ցանցերում, որը 5-6 տարի առաջ չկար, այդ հոսանքը մենք միտեղ պիտի ուղենք, վաճառենք։ Այո։ Ընկերներ, նորից ես տեխնիկական մակարդակում, աշխատանքային մակարդակում չեմ կարող ասել 3 հոգի եկավ եւ խոսեցին սա 2 հոգու հետ եւ պայմանավորվեցին այսինչ հենասյունը տեղադրել այսինչ մարզի, այսինչ կոորդինատում։ Ես դա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ երկրորդ բարձրավոր գծի կառուցման աշխատանքներն են ընթանում, որը մեզ շատ պետք է, որը էլի կօգնի մեզ բեռնաթափել մեր ցանցերը, այսինքն այդ հոսանքի ավելցուկը ուղղել Իրանի Հանրապետություն, ինչը շատ լավ է, կատարվում են նաև աշխատանքները ինվերտորի դդմաշենի ինվերտորի կայանի կառուցման շուրջ, դա արդեն Եվրամիության մեր գործընկերների, գերմանացի գործընկերների աջակցությամբ այնտեղ տեղում, որը թույլ կտա մեր հաճախությունը փոխել վրացական հաճախության վրա եւ առանց տեխնիկական ընդհատումների հոսանքը ուղղել Վրաստանից էլ արդեն այլ երկրներ, սա էլ է շատ կարևոր, այնպես որ այս ուղղությամբ այո, ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ բոլոր գործընկերների հետ մենք դեպ չենք որևէ քննարկումներ ունենալ։ Տիկին Վարդանյանի, Տիկին Քրիստինե Վարդանյանի ասածը ուղղակի սուտ է։ Դա սուտ է։ Եվ դա ես կարող եմ ապացուցել փաստով։
Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ 2020 թվականի հուլիսի 5-ին սահմանադրության օրվա առիթով իր ուղերձում։ Նոր սահմանադրության մասին բացեք վարչապետի կայքում կա հուլիսի 5-ին ավելին վարչապետն ասել է, որ հիմա պետք է քննարկենք եւ 21 թվին արդեն դա դնենք հանրակրվեին։ Այն ժամանակ ոչ պատերազմը կար, ոչ դրա հետևանքները կային, ոչ որևէ խոսույթ կար միջազգային հարթակում, մենք չենք խոսել այդ մասին, մինչև հուլիսը։ Ինքը այդ մասին խոսել է նույն թվականի փետրվարին, Պետրոս Ղազարյանի մոտ տված իր հարցազրույցում, 20 թվականի փետրվարին։ Որովհետև դրանք արդեն տեքստի մասին քննարկումներ են եւ տարօրինակ կլիներ, որ վարչապետը 20 թվականի փետրվարին ասել, որ տեքստը պետք է լինի այսպիսին եւ այսպիսին, որովհետև այդ տեքստը չկար, խոսքը նոր գաղափարի մասին էր, որ նոր ինչպես դա ինչ կապ ունի այս խոսակցության հետ կներեք, դա ինչ կապ ունի։ Ղարաբաղի հարցը ինչ կապ ունի Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու այն ժամանակ ասված անհրաժեշտության հետ կարող եք ինձ բացատրել։ Ինչպես։ Չէիք խոսում հռչակագրի մասին։ Ընկերներ, մենք խոսում ենք նոր սահմանադրության անհրաժեշտությունից։ Տիկին Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այդ մասին վարչապետը սկսել է խոսել 24 թվականից։ Դա սուտ է։ Վարչապետը սկսել է խոսել 20 թվականի փետրվարից։ Հիմա դուք հարցնում եք, իսկ այ որ 20 թվականի փետրվարին սկսեին գրել այդ սահմանադրությունը, ինչ սահմանադրություն կգրեին, ես չգիտեմ, բայց դա պետք է լիներ նոր սահմանադրություն, եւ ոչ թե հին, այսինքն գործող սահմանադրության խմբագրում, այնպես որ փաստական մակարդակում, եկեք արձանագրենք, որ Տիկին Վարդանյանը ստում է, սուտ է ասում, ինչու է ստում եւ ոչ թե սխալվում, ինչու եմ ես օգտագործում ստել բառը, որովհետեւ ինքը գիտի. Ես բացատրում եմ, չէ, կոնկրետ ես հիմա կասեմ, ոչ թե ճիշտ չի ասում, այլ ստում է։ Ինչու՞, որովհետև ինքը գիտի, որ վարչապետը դա ասել է 20 թվականի փետրվարին։ Եթե ինքը դա չիմանա, ես կասեի, որ ինքը սխալվում է, բայց ինքը ոչ թե սխալվում է, այլ ստում է, իմանալով, որ մի բան այդպես չի, ինքը ասում է այդպես է, դա կոչվում է սուտ հայերեն լեզվում։